Սրտի կանգի պատճառները կարող են լինել տարբեր. թունավորումներ, այրվածքներ, արյունահոսություններ, հանկարծահաս հիվանդագին վիճակներ, ինչպես նաև ջրում խեղդվելու երևույթներ, այսինքն շնչուղիների խցանման հետևանքով։ Կրկին տարածված է, երբ ջրում խեղդվելու ժամանակ փորձում են թոքերից, բրոնխներից հեղուկը դուրս բերել շատերը։ Բայց ամեն դեպքում այստեղ ժամանակ չկորցնելու եւ ճիշտ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է միանգամից սկսել սիրտ-թոքային վերակենդանացումը, քանի որ ի սկզբանե մենք չենք կարող իմանալ արդյոք թոքերը ախտահարված են ջրով թե ոչ, եւ բնականաբար եթե նույնիսկ հեղուկը լցվել է թոքեր, այնտեղից դուրս բերելը սովորական պայմաններում անհնար է։ Դրա համար պետք է ստուգել գիտակցությունը, շնչառությունը եւ միանգամից սկսել սիրտ-թոքային վերակենդանացումը, մինչեւ շտապօգնությունը կմոտենա։